Ված պիտի քեզ այսօր եւս մի քպական տիկնոջ մեջբերում անեմ կներես Բոխլուբի տրոյցու հա այս է դեպքն այսօր ինչի է տես ուղղակի այդ թեմայով կոնտեքստի մեջ Հատեմ դիտողներ ֆիքսեք ով է քպական կանանց լսի չէ սեքսիզմ չկա սրա մեջ պրոստը 3 բանն էլ այսօր աչքիս ընկել են 3 բանն էլ ոչ միայն երրորդը 3 դեպքն էլ այո կատաղելու ես ուղղակի որովհետեւ այսօր կարդացի եմ versus Կրիշկետ թռնում է պահի տակ ու ուզում ես քեզ զսպես, ասես լավ եթերի ես, քեզ պետք չի կալանքի գնալ, դու պիտի հաղորդումը վարես, ով է վարելու, եթե դու չլինես Վարուժանի հետ, ում հետ է յոլա գնալու, քեզ պետք չի նստել, այս պահին քեզ զսպի։ Ում հետ եմ ես յոլա գնալու։ Բայց շատ լավ։ Վերադառնանք բուժքույր կա մի հատ ազգային ժողովում, որը հանձնաժողովի նախագահ դարձավ առողջապահության, իբր առողջապահությունից շատ էր հասկանում, հիմա անդրադարձավ գերիների հարցին։ Ասում ով էր իրանց խնդրում գնային Բաքվում Բերդ նստեին հանձնվեին։ Ասա, ես չեմ դու ես, ասա, Վարուժ։ Դե ինչ ասեմ։ Այսինքն բոլորս գիտենք ինչի են այդ մարդիկ գնացել։ Որովհետև դա եղել է նախապայման Փրկել են մնացած 100,000 հայեր։ Դա եղել բոլորը գիտեն որ դա եղել է նախապայման Ադրբեջանի կողմից դրված ցանկ ցուցակ մարդկանց, որոնք եթե չմնան եւ չհանձնվեն, մնացած 100,000-ից ավել խաղաղ բնակչի կանանց, երեխաների, ծերերի ուղակի դուրս չեն թողելու։ Դա բոլորը գիտեն։ Ու չգիտեմ էլի ինչ տեսակի կենթանական աշխարհի ներկայացուցիչ պետք է լինես, այտենց տեքստ ասելու համար։ Ռոսմա եղի գնացին, թող չգնային։ Ես գիտես, Տո չի կարելի, երբեք քեզ չի կարելի գնալ կալանքի։ Գիտես ինչն է բան, որ Ու ես վստահ եմ, հասկանում ես, այդ մարդը, որը առողջապահական ոլորտից է, այդ կինը, մի կողմ թողենք, որ կինը պետք է էմպաթիա ունենա մարդկային առումով, հա, էթնիկ զտման զոհերի հանդեպ։ Առողջապահական ոլորտի աշխատող ես դու։ Գիտես, դու տեսել ես вообще ինչ վիճակով են այդ խաղաղ բնակիչները եկել այդտեղից։ Տեսել ես այդ կանանց ամառային մայկեքով ոտաբոբիկ երեխեքը ձեռներին գիրկը։ Տեսել ես դու այդ կադրերը այդ մարդկանց։ Վստահ եմ անձամբ չես տեսել ի տարբերություն օրինակ ինձ։ Դու հաստատ չես գնացել այդ մարդկանց ոչ մի բանով օգնելու, բայց գոնե պետք է տեսած ես, կարաս բերանդ փակես ու չխոսաս դրա մասին։ Ոնց են գժվացնում։ Ես ինչ եմ մտածում, որ 2008 թվականին մարտը դու հիշում ես։ Մարտի 1 եւ այլն այդ դեպքերը, հա։ Երբ որ ես առաջի անգամ լսել եմ այն հայտնի խոսքերը, որոնք արտասանել այսօրվա դե ֆակտո վարչապետը, որ ասաց, ես քաղաքը պետք է մաքրենք, ներողություն եմ խնդրում, հա, Ղարաբաղցի ու վատ բառ օգտագործեց։ Ես այդ 2008 թվականից իմ համար որոշել եմ, որ չի կարա տենց միտք արտահայտած մարդը երբևէ կարողանա իսկապես սիրել բնացածին, ուրիշներին սիրի։ Եթե մարդը ունակ այտենց արտահայտություն անել, մաքրենք քաղաքը Ղարաբաղցի ու վատ բառեր ասում, ուրեմն այդ մարդը ունակա շատ մեծ բաների, վատ իմաստով, շատ վատ ավելի բաների է ունակ ասելու, հա, եւ հիմա այն մարդիկ, ովքեր որ շրջապատում են այս դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչներին, այդ մարդիկ խոշոր հաշվով չեն կարա կյանքի որևէ ոլորտում լավ ու դրական բան անել, այն բարձ պատճառով, որ իրանք ունակ են այդ քո նշած տեքստերն արտասանելու։ Այսինքն Արա լավ հասկացանք այդ ձեր քաղաքական պաշտոնի, բանի իշխանության համար ինչ որ բաներ եք ստիպված ասում շատ դեպքերում։ Արա բայց Բաքվում, արա Թուրքի զենքի տակ գտնվող հայերին, որ դու գիտեք իրանք ինչքան վատ պայմաններ, չեմ ուզում ուղղակի հիմա ասեմ, էլի։ Ուղղակի չեմ կարող դա ասել։ Ռուբեն Վարդանյանից մինչև Բակո Սահակյանն էլի։ Դու չես հիշում սա ասուլիսի ժամանակ ոնց էր ադրբեջանցիներին նավոդկա տալի Ռուբեն Վարդանյանի վրա։ Ասում էր հələ պետքա պարզել Ռուբեն Վարդանյանը ինչու է հայտնվել Արցախում, ինչ էր ընդ անում, ում կողմից է գործուղվել։ Բառացի նույն բանը, ինչ որ ասում էր Ալիևը։ Բառացի, դրանից հետո իր ընտանիքի անդամները պատմեցին, հանրայնացրեցին դա։ Ռուբեն Վարդանը չէր հավատում, շոկի մեջ էր, որ իսկապես իր վերաբերյալ նման արտահայտություններ են թույլ տվել
Հայաստանի Հանրապետության վարչապետը իմանալով, որ ինքը գերության մեջ է գտնվում բանտում ու չի կարողանում Բաքվից պատասխանի։ Ու դրանից հետո իր մոտ քննիչներ են եկել, իրավիճակը ել ավելի է ծանրացել, որտեղ եկել են հարցաքննելու, այ քո մասին sense բանա ասե Նիկոլ Փաշինյանը, դե հələ պարզաբանի։ Այսինքն ինչի մասն ենք խոսում։ Լավ, վերադառնանք Լսի, մենք ինձ թվում է, հա,